Ինչպես ծնվեց Մհեր Մկրտչյանի ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը։ Քանի որ հուլիսի 4-ին վերահանում էր Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը, մենք գրադարանում որոշեցինք կազմակերպել գեղեցիկ ցուցահանդես։ Մհեր Մկրտչյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, հայ կինոյի եւ թատրոնի մեծանուն կատակերգու, հայ նշանավոր դերասան, ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում, այժմ Գյումրիում։ Նա ունի երկու անուն՝ Մհեր Մկրտչյան եւ Ֆրունզ Մկրտչյան, ունի երկու անձնագիր։ Ֆրունզ անունը դրել են ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի անունով, բայց նա հանրությանը առավել հայտնի է Ֆրունզի կեղծ անվամբ։ Ֆրունզ Մկրտչյանը ունեցել է շատ դժվար մանկություն, ապրել է շատ դժվարին պայմաններում, քանի որ սկսվել է հայրենական մեծ պատերազմը, եւ ինչպես ինքն է հուշերում ասում, ես ունեցել եմ մանկություն առանց խաղալիքի, երազել եմ միշտ հեծանիվ ունենալու մասին, որ այդպես էլ այդ երազանքը չի կարողացել իրականություն դառնալ, որովհետեւ մայրը չի կարողացել քնել հեծանիվ։ Եվ արդեն տարիներ անց, երբ որ ինքը գործողումներից հետո հետ է վերադառնում իր որդուն Վազգենին, նվիրում է, բերում է իր հետ ամեն անգամ տարբեր գույնի հեծանիվներ, տարբեր ձևի, տարբեր չափերի, ասում է, ես դրանով ուզում էի իմ մանկության երազանքը ի կատար ածել, վերջապես բերելով նվերներ իր որդուն։ Եվ ինչպես ինքն է ասում, մարդ պետք է ամեն ինչ իր կյանքում ունենա ճիշտ ժամանակին, այսինքն մանկության ժամանակ պետք է ունենա խաղալիքներ, ունենա մանկություն, իսկ արդեն հասուն տարիքում պետք է ճիշտ կարողանա ապրել իր կյանքը։ Որքան ժամանակ պահանջվեց ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Ցուցահանդեսը կազմակերպվեց, կարելի ասել, շատ կարճ, 1-2 օրվա ընթացքում, որտեղ մենք ունենք համապատասխան նյութերը Մհեր Մկրտչյանի մասին, հանել ենք նկարները, գրքերը, կադրեր, եւ կինոյի, եւ թատրոնում նկարահանված իր դերերը, իր խոսքերն ենք հանել։ Ուղղակի այստեղ մի քիչ վիճահարույց էր վերնագիրը դնելու հարցը, որտեղ ցանկացած ցուցահանդես պետք է ունենա գեղեցիկ համապատասխան վերնագիր, որը պետք է իմաստ եւ բովանդակություն հաղորդի ցուցահանդեսին։ Եվ որոշեցինք դնել վերնագիրը գեղեցիկ ձևով, Մհերը մեր ժպտացող կարոտն է, ինչու որտեվ Մհերի աչքերի մեջ նայելով մենք զգում ենք կա եւ թախիծ, եւ ուրախություն, եւ ժպիտ, եւ հումոր, եւ ինչպես ինքն է ասում, դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ կա եւ լաց, եւ ծիծաղ, եւ հումոր։ Ում ներկայացվեց ցուցահանդեսը եւ ինչպիսին էր նրանց առաջին արձագանքը։ Ցուցահանդեսը ներկայացվեց մեր բոլոր ընկերություններին առանց տարեկան սահմանափակումների, դպրոցական ցածր, միջին, բարձր դասարանի աշակերտներին, ուսանողներին եւ ինչու՞ չէ տարեց մեր ընկերություններին։ Քանի որ Մհեր Մկրտչյանը ոչ միայն ժողովրդական արտիստ է, նաեւ շատ հայտնի, սիրված եւ ճանաչված դերասան է, բոլորն էլ մեծից թե փոքր մեծ բավականություն ստացան մեր ցուցահանդեսից։ Այստեղ ձեր կարծիքով որ ցուցանմուշն է լավագույնս ներկայացնում Մհեր Մկրտչյանի մարդկային կերպարը։ Ուզում եմ առանձնացնել Մհեր Մկրտչյանի հետևյալ խոսքերը։ Իմ կարծիքով տգեղ է մարդուն սովորեցնել, մարդուն պետք է օգնել, բայց այնպես, որ ինքը դա չիմանա։ Իսկ ցուցանմուշներից ուզում եմ առանձնացնել հետևյալ ցուցանմուշը։ Չեմ ուզում մեծ լինել, ուզում եմ մարդ լինել։